Բարի երեկո, խոսքի իրավունքում այսօր Մանուկ Սուքիասյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ համեցել։ Բարև ձեզ։ Սկսենք Երևանի քաղաքապետարանի թեմաներից, հետո անցնենք ավելի աշխարհաքաղաքական եւ Հայաստանին առնչվող նաեւ աշխարհաքաղաքական թեմաների։ Անիֆի գործով Ավինյանը 1.5 տարի առաջ փաստորեն հարցաքննվել է։ Գոհ եք, բավարարված եք։ Գիտեք, այդ հարցաքննվելու փաստն ինքնին ոչ մեկին ոչինչ չի տալիս, ինչ նշանակում հարցաքննվելը։ Եթե կարող է լինել այնպես, որ մարդը լինի Անիֆի խորհրդի նախագահը իր ենթակայության տակ, այդքան գումարներ մսխվեն եւ վերջում փորձեն հանրության համոզել, թե իբրև թե ինքը ոչ մի կապ չի ունեցել, նշանակում է հասարակությանը դնել առնվազն հիվանդի տեղ իրենց հիվանդ հալով։ Ասենք մարդը ասում է, չգիտեմ, դե դասարանցից հաջողակ բիզնեսմեններ կապ չունեն իրան փող տալը, դասարանցից հաջողակ բիզնեսմեններ թող գնար բանկից վարկ վերցներ, հա, օրինակ։ Կնոջ դասարանցին էսպես է, մյուսը նենց է, մյուսը նենց է, մյուսը նենց իր եկամուտները մի երեսպաշտության ու ցինիզմի շքահանդես էր այն պարզաբանումները ճակերտավոր իհարկե, որ ինքը փորձում էր իբրև թե մատուցի, բայց նորմալ իրավական երկրում այդ իրապահները լինեին անկախ եւ չկատարեին քաղաքական հրահանգներ, շատ վաղուց Ավենյան Տիգրանը քաղաքապետարանի շենքում չէր լինի եւ պետք է պատասխանատվության ենթարկվեր Անիֆի ուղղությամբ այդքան մեծ բազմամիլիարդ մսխուն վատումների համար, բայց ճակերտների մեջ նորից ասած դա զարմանալու չի, դա միջին վիճակագրական ԿՊ-ական չինովնիկի կենսագրություն է, նա այդ առումով բացառություն չէ եւ իր կուսակցական պատրոնը Փաշինյան Նիկոլը, երբ որ դա բնորոշում է որպես խայտարակություն, հա, տապալում եւ այլն, հենց ինքն էլ նույն կառավարության բյուջեից հանում է միլիարդավոր դրամներով հատուցում է նույն Ավինյանի ապիկար կառավարման հետևանքները, այդ թողումա մեկ է շարունակում նորից գնալ ասել Ժորժ ջան, որ խաղաղից առևտուր եկանում անպայման ՀԴՄ պահանջեիք, որ դա դառնա հարկ, որ գնա բյուջե, որ ես էլ իմ կուսակիցների կերած գալակները այդ բյուջեով փակեմ։ Այդ դրա համար բոլորը, այսինքն այդ ցիկլը ամբողջապես փակվում է։ Պատրանքներ չկան առ այս պահը, թե առանց իշխանափոխության հնարավորություն է լինելու Անիֆի հետ կապված բոլոր պատասխանատուներին բերել պատասխանատվության դաշտ, այնպես որ այդ առումով նա իր այդ անհեթեթ խոսույթով ել ավելի խորացրեց այն գնահատականները, որ կային, որ ամենա թիվ 1 պատասխանատուն Անիֆի տապալման Տիգրան Ավինյանն է, իսկ կնքահայրը Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, որ Դավթաշենի կենտրոնական այգին Երևանի քաղաքապետարանը վերանորոգումից հետո 2 անգամ է այսպես ասած ներկայացել, պրեզենտացիա արել որպես բացված, նոր բացված, վերաբացված այգի։ Մոռացել էին, թե այնքան բան չունեն արած, որ ստիպված 2 անգամ այդպես մտածված։ Դե այդ նույն շարքից էր Ավինյանի խոսքը, թե 171 նոր ավտոբուս ենք մտցրել գիծ, այն պարագայով այդ 171 նոր ավտոբուսը անցած տարի են մտցրել նոր գիծ։ Այսինքն պետք է խոսել 25 թվականը մնացել է վերջի երամսյակը, հա։ Դե բավականին է, այո, 25 թվականին 0 ավտոբուս է մտել գիծ։ Պետք է 45 տրոլեյբուս մտներ, առ այս պահը ոչ մեկը չի մտել։ Պետք մասն է պետք խոսալ։ Դե չէ տրամաբանությամբ կարելի է 23 թվականի ավտոբուսների մասին էլ խոսալ, 22 թվականի։ Տարոն Մարգարյանի ժամանակվա այո։ Հիմա գանք այգուն, մենք ողջ ամռանը մեր խմբակցությունը արձակուրդ չի գնացել եւ մենք տարբեր շրջայցեր ենք կատարել, բակային տարածքներ, բակային խաղահրապարակներ, մանկապարտեզներ, այգիներ։ Եվ շատ ճիշտ նկատեցիք, մեր խմբակցությունից Արմենակը Դանելյանն այդ վիճակագրությունը շատ լավ վարում է։ Մեկ անցած տարվա դեկտեմբերին Ավինյան Տիգրանը հաշվետվություն ներկայացրել, որ Դավթաշենի այգին հանձնվել է շահագործման, մեկ էլ այս տարվա սեպտեմբերին։ Այսինքն նույն բանը կարելի է անընդհատ ծախել երևանցիների, որ տեսեք, էս արին, կենարին, բայց որտեղ գնում ես, թերություններ, կիսատ պռատ արված գործեր, գնում ես X շենքի բակ, խաղային հրապարակի ատրակցիոնը միտեղ գնել են 450,000 դրամով, բառացիորեն նույն ատրակցիոնը մեկ ուրիշ բակի համար ձեռք է բերվել 600,000 դրամով։ Հիմա դրա անունը ինչ տնես։ Փողերը տենց է մսխում։ Եվ այս նաև վիճակագրությունը կա իմ մոտ, եւ այս վերջին շրջանում, այս վերջի 10-15 օրվա մեջ շուրջ 100 միլիոն դրամի կամայական որոշումով նվիրատվություններ արվել տարբեր ինչ որ փառատոններ, ինչ որ
չգիտեմ, տարբեր ինչ որ միջոցառումների, տարբեր կազմակերպությունների, որոնք չեն գտնվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, առատության եղջյուրից ես չեմ բացառում կարող է ինչ որ միջոցառումներ, որ պետք է այդուհանդերձ աջակցել, բայց դրանք ողջամիտ չափ կա եւ հաճախականությունը, պարբերականությունը քաղաքի բյուջեի հաշվին տարբեր գործունեություն իրականացնող կազմակերպություններին լավամարդ լինելը, դա մոտավորապես այն է, ինչ որ անում է, ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը, որ ասենք միտեղ չգիտեմ, ասֆալտ են անում, գնում է գյուղացիները ծախում, տեսեք ասֆալտը, լսեք, դա ձեր գործնապ անեիք sense դե։ Այսպես թե այնպես պիտի անեիք, բայց շատ կներեք տարեկան պետական պարտքը 1 միլիարդ դոլարով ավելացնելով կարելի է շատ տեղերում ոսկեզօծ ասֆալտ անել։ Մի առանձնահատուկ բան չկա, պետք է հասկանալ Հայաստանը դառնում է ինքնաբավ, ինքնածախսածածկող երկիր, թե շարունակելու է անընդհատ արտաքին ռեսուրսներ ներգրավել եւ հարկատուներին էլ պարտադրել, որ այդ նախկինում վերցած պարտքերի տոկոսները սպասարկեն։ Դա շատ ավելի թանկ է նստում, քան եթե ասենք, չգիտեմ, տնտեսությունը կարողանար հարկեր գեներացնելու միջոցով, հա, ֆինանսավորել այդ բաները։ Հիմա այս ընդհանուր լայն սպեկտրը ես ինչի համար մեջ բերեցի, որ ուղղությունով գնում ես կեղծիք, խաբեություն, հովանավորություն, ԿՊ-ի հետ աֆիլիացված տարբեր մարդկանց հարստանալու հնարավորություն։ Ահա այդ ամենը, երբ որ հանում ես ջրերես, արդեն ավականիստերի ժամանակ իրենց նյարդերը տեղի են տալի, ինչ որ ցնցումների մեջ են ընկնում, ինչ որ նողկալի տեքստեր են վեր կենում, ասում, որտեվ փաստացի, երբ որ դու դրում ես փաստը հանրության, չի կարող հերքել այդ փաստը։ Երբ որ փաստը չեն կարողանում հերքել, արդեն փորձում են ուղղակի տեղափոխել ինչ որ անձնական պիտակումների, որակավորումների դաշտ, որ դու նույնությամբ պատասխանես ու բուն նյութը դրվի մի կողմ, դառնա, այսպես ասենք, կոնֆլիկտ գզվրտոց, քաղաքացին էլ նայի, հիասթափված ալիքը փոխի էլ չնայի, դա իրանց ձեռնտու է իշխանությունների։ Մի այլ դրվագ, մի քանի վայրկյանով ասեմ։ Համեցեք։ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 140 մանկապարտեզը 23 թվականի հուլիսին կասեցրել են գործունեությունը, որ պետք է 1 տարվա ընթացքում վերանորոգվել 24-ի հուլիսին հանձնվել շահագործման։ 25 թվականի սեպտեմբերն է առայս պահը չի հանձնվել այդ մանկապարտեզը շահագործման, ու իրենք էլ շահարկում են տարբեր ժամանակներում ինչ որ մարդիկ մանկապարտեզներ են, չգիտեմ, սենց վարվել, նենց վարվել, մեկ էլ որտեղ էլ ես խորանում, տենում ես այդ տարբեր մանկապարտեզներ յուրացնողները փոխանակ այսօր պատասխանատվության ենթարկին 23 թվականին իրենց համար ձայն են բերել։ Հիմա ով է ում հետ աֆիլիացված։ Այդ դուք այդ մանկապարտեզ, չգիտեմ, սեփականացնողները գնացեք ձեր մեջ ձեր հարցերը պարզեք, բայց հասարակության աչքին փոշի մի էլի փչեք օրինակի համար։ Տրանսպորտի մասին ասացիք, որ 170 ավտոբուս է ներմուծվել եւ դա անցած տարի տրանսպորտի գինը թանկանում է, ավտոբուսային պարկը փաստորեն վիճակը վատանում է, բացառիկ ձայնագրություններ վերջերս հրապարակվել համացանցում, որը ապացուցում էր, փաստում էր այն ամենը, ինչի մասին դուք ասում եք։ Ինչի է այդպես։ Փող չեն հավաքում, հետեւաբար սպասարկելու գումար չունեն, գոնե եղած ավտոբուսները, որ նորմալ լինեն, թե անպատասխանատու լինելով է պայմանավորված այս ամենը։ Երևան ավտոբուսը տարիներ շարունակ եղել է եւ կարծում եմ հիմա էլ շարունակում է լինել մեծ անցքերով տակառ, որտեղ ինչքան ուզում ես ջուր լցրու, ինչ որտեղից արտահոսում է։ Բացի ձեր թվարկած ձայնային արտահոսքից, այս Վաշինգտոնյան փաստաթղթի մեյնսթրիմի տակ մարդիկ բաց թողեցին, որ եղավ հաղորդագրություն, որ քրեական ոստիկանությունը գործարարել ու Երևան ավտոբուս ՓԲ-ում ղեկավարության տարբեր աստիճանի ներկայացուցիչների կողմից տարբեր ուղղություններով յուրացումներ կա, էլ կանխիկ փող հավաքել, էլ ասենք, չգիտեմ, 2.5 տոննա յուղ մուտք անելու թուղթը տան ստորագրի պատասխանատուն, բայց իրականում մուտք անեն, ասենք, չգիտեմ, 2 տոննան, կամ տարիներ շարունակ կուտակված այդ ակումուլյատորները, որ կա, տանեն հանձնեն, բայց չնչին գումար բերեն։ Այսինքն տեղ սպասարկում, պահեստամասեր, վառելիք եւ այլ եւ այլն։ Այդ մի ուղղություն։ Մյուսը տարիներ շարունակ այդ կանխիկի շրջանառության վրա են իրենք հղում արել, որ ասել են այդ պատճառով վնասները շատ են, պետք է սուբսիդավորել եւ այլ եւ այլն։ Հիմա կանխիկը վերացել է, հիմա էլ բան էին անում, պատասխանատու են կարգում ընդդիմությանը, որ այ դուք բոյկոտի կոչ արեցիք, դրա համար հավաքագրումները, թե անդադ չոր մեղավորներ են իրենք փնտրում։ Մի ուրիշ դրվագ ասեմ, վարորդների համար աշխատանքային պայմանները լավը չեն,
Եվ ես մի քանի ամիս առաջ արձանագրեցի, որ վարորդներ կան դուրս են եկել, ինձ անմիջապես հերքեցին, բայց Երևան ավտոբուս ՓԲ-ում եւ քաղաքում կան այդ տեղեկությունները շրջանառվում, որ կա վարորդների լրջագույն ճգնաժամ, որովհետեւ նաեւ այսպիսի մի դրվագ ըստ պաշտոնական վիճակագրության 24 թվականի առաջի եռամսյակ եւ 25 թվականի առաջի եռամսյակ, 25 թվականի առաջի եռամսյակում Երևան ավտոբուս ՓԲ-ի վարորդների մեքենա ավտոբուսների մասնակցության վթարները ավելացել են 200-ով։ Այսինքն դա խոսում է ասել, որ վարորդները գերհոգնած են, աշխատում են շատ ավելին, քան նախատեսված է իրենց ժամանակացույցում։ Կամ էլ ոչ այդքան պրոֆեսիոնալ ստիպված են ընդունում։ Այո, միգուցե նաև այլ տեղերից կարգին չհամապատասխանող, բայց հիմնական խնդիրը վարորդների գերհոգնածությունն է, որովհետև վարորդների համար դա հրապուրիչ աշխատանք չէ, որտեղ այնտեղ նաև խոսվում է որոշակի քրեական գործ հարուցված հակակոռուպցիոն կոմիտեում, որ այնտեղ նաև տեղ է գտել կաշառքի դիմաց այս գծից տանել են գիծ, որ ժողտոնգից դուրս գան գնան ման ավտոբուս, այսինքն մի այսպեսի կոռուպցիա գծի կա Երևան ավտոբուս ՓԲ-ն, ու բազմիցս ահազանգել են, 2 անգամ այնտեղ եղել է գործադուլ։ Մենք ինքներս գնացել ենք, աղաղակել ենք, որ այնտեղ լուրջ խնդիր կա եւ դուք ասում եք փողի կրիզիս կա։ Դրա համար ենք նաեւ թանկացնում։ Ասում ենք գնացեք մի հատ այդ տակառի անցքերը փակեք, այդ ֆինանսների արտահոսքը թող կանգ առնի։ Մի հատ էլ մի 6 ամիս կամ գոնե 1 տարի միասնական տոմսային համակարգով առանց տեխնիկական թերությունների 100 դրամով թողեք երթևեկեն մարդիկ։ Մի հատ թիվը ֆիքսենք, նաեւ սեզոնային գործոն կա, էլի ամռանը որոշակի անկում ալինում։ Հասկանանք տարեկան ծախսը որքան է, հասույթը որքան է, արդյոք չի բավականացնում առաջանում է դեֆիցիտ։ Եթե այո, դրա սուբսիդավորումը քաղաքի բյուջեի քանի տոկոսը կկազմի, հասկանանք, որ ասենք այդ մի սոցիալական բանով դրվագով քաղաքային իշխանությունը գնա ընդառաջ քաղաքացուն, որովհետև թանկացրել են, չգիտեմ, աղբահանությունը, թանկացրել են անշարժ գույքի հարկը, թանկացրել են սպասարկման ոլորտների հետ կապված շատ արտաքին գովազդի տեղական տարբեր տուրքեր, այսինքն կյանքը գնալով թանկանում է, մարդկանց եկամուտները չի ավելանում, եւ եթե դու տրանսպորտն էլ ես թանկացնում, նշանակում է արդեն մտնում ես մարդու գրպանը եւ իրեն հարկադրում ես, որ այն գումարը, որ իրենք պետք է տային, ասենք, չգիտեմ, հացին, դեղորայքին, չգիտեմ, երեխաների համար կոնֆետ գնելու, ասում ես, չէ, դուք դի բերեք ավելին վճարիկ։ Եվ նաև գնացին ազգային ժողով, այնտեղից աջակցություն խնդրեցին, օրենսդրական փոփոխություններ անեցին, որովհետև մենք հայտարարենք, որ մենք գնալու ենք տեղական հանրաքվեի։ Այդ ճանապարհն էլ օրենսդրորեն փակեցին ու հիմա սոփեստություն են անում, ասում են, դե 9 ամիս կար գնայիք այդ հանրաքվեին, այնինչ հանրաքվեի գնալը դա մի օրվա, 2 օրվա բան չի, եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ հանրաքվե նախաձեռնել, մեկ էլ միջև հանրաքվեի իրավական գործընթացը սկսել է, իրենք օրենսդրությունը փոխեն ու մենք այդ ստորագրություններ տված մարդկանց առաջ մնայինք, չգիտեմ, հա, սևերես։ Այսինքն որ ուղղությամբ գնում ես, կլինի քաղաքի էկոլոգիան, կլինի ջրահեռացումը, կլինի կոյուղիները, կլինի շինթույլտվությունները, կլինի տրանսպորտը, կլինի կարմիր կետագծերը, որ ուղղությամբ գնում ես, տապալում, ձախողում, բայց նաև մի այսպիսի դրվագի վրա կուզենայի եւ ձեր եւ հեռուստադիտողների ուշադրությունը հրավիրեն։ 50 թվականի մայիս ամսին Բաքում հրկիզվեց մեր խմբակցության ներկայացուցիչ Գերորգ Ստեփանյանի մեքենան։ Այո։ Մի դեռահասի էին ձերբակալել իբրև թե որպես կատարող դրանից հետո։ Եվ խոսքը գնում էր ընդհանրապես հասկանալ թե ովքեր են պատվիրատուները, եւ տվել անձնավորությունը նախկինում Գերորգը չէր ճանաչել առնչություն։ Ակն անձնական ճշնամանքի հարց չկար։ Այդպես է պատվիրատուները այսօր հայտնի չէ ովքեր են եւ այսօր իմացանք, որ 1 միլիոն գրավի դիմաց ազատ են արձակել։ Որպես անող ձերբակալել են ու հիմա որոշել են ազատ արձակել առանց բացահայտելու թե ովքեր են դրա պատվիրատուները։ Տիկնակ եւ պարոնայք ոչ ոք հավերժական իշխանություն չի լինում եւ պատասխանատվության, հա, այդ ուխտը չոքելու է բոլորի դռանը, չմտածեք թե իշխանությունը իչարս գործադրելով մարդկանց ահաբեկելով դուք կարողանալու եք հավերժ մնալ իշխանության, չգիտեմ, Հուլիոս Կեսարից կամ Ալեքսանդր Մեծից ավելի բան չլինեք, հա, զորեղ չլինեք։ Այնպես որ սիրելի երևանցիներ, բացի այն, որ իրենք կոռուպցիայի եւ հովանավորության մեջ թաթախված են,
իրենք նաև կարմիր գծեր հատող են, իրենք նաև մարդկանց անձնական տարածքներ խուժող են, բայց ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ գալու է պատասխանատվության պահը։ Ով ես դու, որ բեմադրությունից հետո արտիստներին կանգնեցնես բեմում եւ ռազմորկա անես, գրաքննես ու փորձ անես վարկաբեկել այդ մարդկանց։ Հարցադրում էիք արել դուք եւ ասել, որ գալու է արտիստի վրեժի ժամանակը։ Հա որ եթե նույնիսկ գայել այդ արտիստն արդյոք կունենա բավարար քաղաքացիական կամք դա անելու համար։ Ես այսպես ասեմ, քիչ ավելի հեռվից կամ հանրությունը ում որ տալիս է սեր եւ փառք, միշտ ձգտում է նրա մեջ տեսնել ամենալավին, ամենախիզախին, ամենահամարցակին, ամենաառաջադեմին, եւ այդտեղ տեղի է ունենում, երբ որ իշխանությունը հանրության կողմից սեր եւ փառք վայելող անհատին ենթարկում է, այսպես ասենք, քաղաքական, բարոյական տրաֆիքինգի, այդ զոհը չի կարող գոհ մնալ։ Այդ զոհը չի կարող ներքուստ համերաշխ լինել այն բանի հետ, որ իրեն իշխանությունը իր լծակները օգտագործելով հարկադրեց հանդես գալ իշխանության, դուդուկի ներքո, այսպես ասենք։ Եվ եթե անգամ իսկ ինչ-որ մի փուլ տարբեր արտիստներ, որոշակի, չգիտեմ, հաշվարկից ելնելով, որոշակի կոնֆորմիզմից ելնելով, որոշակի վախերից ելնելով, այդուհանդերձ իրենց մեջ խիզախություն չեն ունեցել կամ դեռևս երկար ժամանակ չեն ունենալու, ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ երբ որ գա իսկության պահը եւ այս ամոթի, այս խարանի իշխանությունները մեկընդմիշտ հայտնվեն պատմության ետնախորշում, նույն այդ արտիստները տարբեր հաղորդումների ժամանակ անկեղծանալու են, պատմելու են, ասելու են, որ այն ինչ որ իրենց հետ են արել, մասնավորապես այս պարագայում ցանկապատ բեմականացման ստեղծագործական խմբի հետ, իրենց մոտ մարդկայնորեն նստվածք է տվել, որովհետև մի պարզ բան էլի, հիմա ասենք հիմնականը Մկրտիչներ Արզումանյան եւ իր մնացած գոլեգաները, հիմնական դերակատարը առավել հայտնի, հիմա նրանք կարծես թե որոշակիորեն դիստանցավորված դիրքորոշում ունեն վերջշրջանում քաղաքական գործընթացները։ Հիմա ես դուք մյուսը կարող է համարել, որ դա լատենտ կերպով դա էլ է պրոիշխանական, բայց դա դնենք մի կողմ։ Համայն դեպս հրապարակային աջակցության սատարման որևիցե դրսևորում չկար։ Եվ քանի որ այդ բեմադրությունը իր մեջ ուներ որոշակի ազատ խոսք, հայրենիքին վերաբերող, ոչ թե ինչ-որ կենցաղային ստենդափ էր, այլ 100 տարի առաջվա մեր իրականությունը վերհանող մի բեմականացում, որը շատ ու շատ մարդկանց մտածելու, այսպես ասենք, կոճակը պետք է միացներ, ես վստահ եմ, որ այդ մոնիտորինգի ենթարկելով եւ հասկանալով, որ ահա այնտեղ կատարվում է մի բան, որը իրենց պատվերով չէ, իրենց հսկողության տակ չէ, իրենց վարկագծի մեջ չի տեղավորվում, կարելի է գնալ տեղում հասկանալ եւ անձամբ մտնել պոլեմիկայի մեջ եւ դիմացինի որոշակի շանտաժի էլեմենտով հարկադրել, որ դու կամ իմ հետ համաձայնվի կամ դու կհայտնվես իզգոյի կարգավիճակում։ Հիմա կարելի է արտիստներին ասել մի քիչ կարող եք ավելի ձիգ ողնաշար ցուցաբերել, ուղղակի վռնդել նրան այդ տեղից, կարող պարզապես լռել, չխոսել, կամ լռել, կամ բոյկոտի ենթարկել, կամ որոշակի ասել, դե գիտեք, հիմա մեր ասելիքը սա է, ուզում ես լսի, չէ, գնա քո գործին։ Բայց այդուհանդերձ ես միևնույնն է, ով որ բիրտ ուժ է կիրառում, իսկ այդ պարագայում դա բիրտ ուժ էր, վարչական դիրքից խոսած, արտիստին կանչես բեմում կանգնացնես, սկսես նրա բեմադրակցը բան անես, դնես, վերցնես, դու գնաս զբաղվի քո գործով, Այսինքն դա նշանակում է մարդկանց բռնության ենթարկել։ Եվ միևնույնն է ես մեղավորը համարում եմ եւ պատասխանատուն եւ մեղավորը։ Սա համար գործող իշխանությանը իդեմս Փաշինյան Նիկոլի եւ այո, նաեւ այդ առումով եմ ես վստահ, որ նույն արտիստները, այո, իհարկե գալու է արտիստի վրեժի ժամանակը, որովհետեւ արտիստը բնությունից օժտված մարդիկ են, որոշակիորեն հասարակական առաքելություն ունեցող մարդիկ են եւ հաստատապես նրանք չեն ցանկանա լինել հասարակության զգալի մասից, եթե չասեն գերակսի մասից մերժված։ Դրան բան այդտեղ կասկած չունեմ։ Ազգային սիմվոլները կորցնելու վտանգի առաջ ենք, իսկ ավելի ճիշտ արդեն կորցնում ենք նոյեմբերի 1-ից անձնագրերում կնիկի վրայից, հաջորդը երևի կլինի զինանշանի վրայից
Արարատ լեռան պատկերը հեռացնելը։ Ախր Գագիկ Սուրենյանն էլ անզոր է Արարատ լեռան ուղղությամբ մշտական մառախուղ ապահովելու գործում ոնց հալնելու այս դեպքում։ Տեսեք, նույն իշխանությունները իրենց հետ աֆիլիացված տարբեր գործազրկության բերումով քաղաքագետ դարձած ինքնակոչների շուրթերով հնչեցնում են, որ այքանի որ Մարգարայի անցակետի դիմացի հատվածում իրենց մասով կարող է թուրքերը անվանակոչեին Թալյատ Փաշայի անունով այդ անցակետը, այ որպեսզի դա այդպես չլինի, իշխանությունները մեր գնում են այդ քայլին, որ կդրոշմականի վրայից Արարատ լեռը հանեն։ Ինչ երաշխիք ունեն, որ դրանից հետո չի լինի։ Մինչև երաշխիքին անդրադառնալ, այսինքն նշանակում է մի բան, որը գոյություն չունի, Թուրքիան վաճառեց այս իշխանությունների վրա, որ կարա քանի որ կարա այսպիսի բան լինի, դուք ես իմ ուզածը արեք, որ ես նա չանեմ։ Հիմա այսինքն այդ լոգիկայով, այդ տրամաբանությամբ պարբերաբար եւ թուրքական եւ ադրբեջանական կողմը ընդհանուր միջև աբսուրդի հասնող պահանջներ է շարունակելու դնել եւ այս բախտախնդիրները խաղաղության չակերտավորելի անվան տակ այս երկրի շահը այնքան են ծախելու մինչև այս երկրից որպես քիչ թե շատ պետական կազմավորում եւ ողնաշար ունեցող արժանապատվություն ունեցող մարդկանց միավորում համախմբում որ տակը ոչինչ չմնա այսինքն իրենք ահա այդ գծի վրա են եւ չի բացառվում որ մի օր էլ ասենք չգիտեմ Հայաստան Նախիջևան ինչ որ սահմանակետ բացեն Ալիևն էլ ասի չգիտեմ բան արեք ձեր կոնյակի վրայից ասենք Արարատ անունը հանեք որովհետեւ ես էլ կարող այդ անցակետը մուսավաթականների հա անունով դնենք կամ Բաղիրովի կամ Ախունդովի կամ Հեյդար Ալիևի ասենք ինչ որ բաներ կարող է ծախեն չեղած բաներ ծախեն այս իշխանություններն սուսփուս այդ ամեն ինչը բերեն հարությանը մատուցեն որ իբրև թե տեսեք մենք ինչ որ բանի դիմաց ինչ որ բան ենք ստանում բացական հայտ է մի բան որ այս տենդենսը նոր չի սկսվել եւ էլի պատահությունից օգտվելով ուզում եմ հիշեցնել ընդամենը 4 տարի առաջ տեղի ունեցածը երբ որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը անվստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյան եւ պահանջեց հրաժարական Պաշտոնական անկառան բացահայտ անթակույց հայտարարեցին որ իրենք թույլ չեն տալու Հայաստանում իշխանափոխություն ընդհանուր միջև ռազմական ներխուժման սպառնալիքով այսինքն 21 թվականի փետրվարից սկսած Հայաստանը ունի թուրքի պահած իշխանություն ինչի վրա եք զարմանում հա եթե ունեք մի իշխանություն որ պետք է ճշտենք զոհերի անունները ցեղասպանության հələ պարզենք եղել է թե չէ այդ դրանից հետո մի դրոշմականիքի վրայի Արարատ լեռան պատկեր հանելը այդ ինչ մի տենց զարմանալու բաներ որ խի դրանք սրանք տենց բաներ են անել ուղղակի մեր խնդիրն է որ նման եւ ավելի վատ բաներ գոնե հետագայում փորձենք կանխել որ թույլ չտանք որ անեն հակառակ պարագայում սրանք անհայրենիք ասպատակողի պես խաղաղության մասին բաժակաճառ խմելով այս երկրին ամենաշատ պատերազմը մահ ու ավերը բերած լինելով հանդերձ իրականությունը կորցրած թամադայի նման առավոտից երեկո խոսում են խաղաղության մասին հաջորդ օրը Ալիևը վերակենում նա սառը ջուր է լցնում իրանց ասածների վրա բայց իրենք նույն ցինիզմով շարունակում են ասել դե անձրև եկավ անցավ գնաց կարելի է գնալ մարդկանց ուղեղները փորձել լվալ մարդկանց խաբել մանիպուլացնել եւ այստեղ է որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այն պատմական պատասխանատվությունը որ կա հատկապես 26 թվականի ընտրություններից առաջ արգել արենեկեսն է սա չի լինելու դասական ընտրություններ եւ դրա նախերգանքները տեղի ունենալու հիմա նոյեմբեր ամսին Վաղարշապատ համայնքում արդեն սկսել են ռեպրեսիաները Մայր Հայաստանի տեխնացուների հանդեպ Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի հանդեպ ովքեր մարզվում հեղինակություն վայելող մարդիկ են նրանց էլ այնտեղ են փորձում իբրև թե ինչ որ բան գտնել որը գործնականում անհնար է ինչ որ բան գտնել փորձելու են ամեն կերպ մարդկանց ճնշել որպեսզի անխուսափելի իշխանափոխությունը տեղի չունենա, բայց Հայաստան Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշելու, եթե գնալու է հանկարծ այս ամենից հետո այս իշխանություններին քվե տալու, ուրեմն արժանի է յուրաքանչյուրը այն բախտին, ինչին որ կարժանանա։ Լավ, իսկ ինչպես է լինելու Արարատ Միրզոյանի անվան հարցը։ Արամ Զավենի Սարգսյանի ծննդավայր Արարատ գյուղի, Արարատ քաղաքի Արարատի մարզի հարցը ես սա հեգնանքով չեմ հարցնում ամենայն լրջությամբ եմ հարցնում
ինձ ավելի շատ ոչ թե այդ անձանց ճակատագիրն է հետաքրքրում, ինձ ավելի շատ հետաքրքրում է Արտո Թունջբոյաջյանի Արարատ երգի ճակատագիրը, որ հանկարծ մի օր այդ երգը չարքել են այստեղ, իսկ կարա նաև բանը դրան հասնի։ Դե առանձնապես ասելու բան չկա, դե Արարատին եթե թուրքական ծիտրերով Արաբաթ են գրում, ինքն է շարունակում անուն հրճվանքով հանդիպել թուրքերի հետ, իսկ Վազգեն Սարգսյանի եղբայրը առհասարակ այս իշխանության վաղուց կցորդն է դարձել եւ շատ հանգիստ կարող է անվանափոխել նորից, չգիտեմ, ասեն դրեք դավալու։ Հա, դավալու դրեք, եթե Արարատը թողնել է կոնֆլիկտ, հա, դավալու մնալով կոնֆլիկտը կվերանա, դե ժողովուրդ, մեզ էլ ինչ կտակ տենց։ Հանգիստ հարմար առհասարակ իրենք Արամ Սարգսյանի իր կողմնակիցները ընդհանրապես զբաղված են քաղաքապետարանում բան անեն, Photoshop-ով շենքերը հեռացնեն, որ երկու շենքի արանքը հնարեն մի շենքի շինթույլտվության քաղշին նորմեր, որը պրակտիկորեն չկա, հնարավոր չէ երկու շենքի արանքում մի հատ շենք սարքել։ Photoshop են անում, խափում են հանրությանը, որտեղ նա շինթույլտվություն տա, հենց հիմքերը քանդում են, սկսում է կողքի շենքերի պատերը ճաքել։ Ամենապրիմիտիվ բանը ես բերեցի, իշխանության կցորդեն իշխանությունը ինչ պատվիրի, ինչ արտապատվիրակի, լավ սենց ասեմ, վերջի շրջանով իրենք անելու են, այնպես որ էլ եմ ասում, իմ մտահոգությունը ընդհանրապես կարող է մնալ Արտո Թունջբոյաջյանի Արարատ երգը, որը հիրավի շատերս ենք սիրում։ Զատո Հայաստանի նկատմամբ անվտանգային եւ ռազմական սպառնալիքները շատ ցածր են։ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ բարձրագոչա չէ հնչում։ Քրիստինե Գրիգորյանն է հայտարարել։ Գիտեք, երբ որ այդ Վաշինգտոնյան այդ թուղթը ստորագրվեց, որ մարդկանց փորձում էին համոզել, թե ինչ լավն է եւ այլ, շատերը հարց են տալի, բայց ասենք Ադրբեջանը ստացավ անխոչուտ ճանապարհ դեպի Նախիջևան։ Լավ, մենք ինչ ստացանք։ Կոնկրետ, նույնությամբ ճանապարհ Ադրբեջանով Ռուսաստան չկա կարծես թե նման բան։ Երասխից Նախիջևանով Մեղրի նման ճանապարհ չկա, բա մենք ինչ ենք ստացել։ Եվ իշխանության հետ աֆիլացվող տարբեր ինչ-որ խոսացող գլուխներ, ինչ-որ տարբեր, այսպես էքստրավագանտ ինստիտուտի փորձագետ, բան, այդ ինստիտուտը մանեց գալի Google-ով չկա տենց ինստիտուտ, ու իրանք շատ հազվադեպ են երևում, հաճախ չեն երևում, հայտնվեցին անմիջապես էկրաններում եւ ասեցին, որ քանի որ ապրիլ ամսին պլանավորած է եղել Ալիևը հարձակվել Հայաստանի վրա, Միացյալ Նահանգներն ա կանխել։ Այսինքն ընդհանրապես ստացվեց ինչ։ Միջանցք չհարձակման դիմաց։ Այսինքն ինչ որ ասում էր Ալիևը մենք զորով կվերցնենք, հիմա այդ զորովի սպառնալիքով ստացավ։ Եվ դա Ամերիկան դարձավ լավ երաշխավոր, որ այդ տեսակ Ամերիկան չթողեց։ Դե հիմա եկեք Ամերիկան ինչ ասում անի, Ամերիկան էլ ասում է դե այդ ճանապարհը տուր, ես տնօրինեմ, որ քո վրա Իլհամ Ալիևը չհարձակվի։ Այսինքն այդ բանով, այդ ճակերտավոր տրամաբանությամբ միջանցք չհարձակման դիմաց կարելի է հիմա վեր կենալ ամենատարբեր բարձրագույն տրաֆարետային հայտարարություններ անել, թե տեսեք, ինչ որ անվտանգության խնդիրներ չկա եւ այլն, բայց սահմանադրության փոփոխության այդ պահանջը դուրս չի եկել օրակարգից։ Եվ եթե անգամից ամեն պայմանավորությունը տեղի ունենան, սահմանադրական փոփոխությունների պահանջը Ալիևը շարունակելու է տանել առաջ։ Եվ ցանկացած պատրվակով նա ձգձգելու է այդ խաղաղության փաստաթղթի ստորագրումը, այլ ադրբեջանցիների վերադարձի մասին, այդ ճակերտավոր իհարկե, եթե չեմ խոսում, ես վերջերս ընթերցում է խորհրդային Հայաստանի ղեկավար Անտոն Քոչինյանի հուշերը, որտեղ նույնպես նկարագրում է, որ ադրբեջանցիները հատկապես մեծ հայրենադարձություն, երբ որ Հայաստան տեղի ունեցավ, Սփյուռք հայերի գալուց հետո Կենտկոմի մակարդակով որոշել են ադրբեջանցիներին տեղափոխել, որ 200,000 գլուխ խոշոր եղջերավոր եւ 500,000 գլուխ մանր եղջերավոր անասուն վերցրեցին գնացին ադրբեջանցիները։ Այդ անասունները թողեցին այնտեղ եւ 1-2 տարվա ընթացքում նորից հետ եկան։ Այսինքն անգամից այդ սովետական ժամանակներում ադրբեջանցիների տենդենսը գալ եւ դեմոգրաֆիապես տարածվել Հայաստանում դա եղել է։ Հիմա էլ այնտեղ հաշվառում են անում Բաքվում մարդկանց, ովքեր կապ ունեն իրենց լեզվով Արևմտյան Ադրբեջանի։ Հիմա այդ մարտահրավերները կա, դա դրվելու է սեղանին, որտեղ քանի կա զիջող այս պարագայում Հայաստանի իշխանություն, պահանջողը անընդհատ չարի վերջի կկուները ոնց է։
որ մեկը տվեց, էլի է ուզում, էլի է ուզում, էլի է ուզում։ Հիմա սա գնում է այնտեղ Գիքորի երկիրը կառավարելով ցախորդ Փանոսի հոգեբանով, պրոտոտիպով։ Գնում է Գիքորի նման այնտեղ գլուխը կախ բազազ Արտեմի առաջ։ Բարա լինում, ստորանում նվաստանում է։ Բայց գալիս է գնում է մարզերում Քաջ Նազարի նման ասում է եկել եմ քարվան կտրեմ։ Բայց դու նույն մարդը չես։ Այդ որ ստեղ եկել ես, բերան տապրծվր բացում ես քո քաղաքական օպոնենտների հասցեին, անհավասարակշիռ երկրի ղեկավարին ոչ վայել, անբախ զամբախ վառեր ես օգտագործում։ Բա այդ դու նույն մարդը չես որ գնում ես նրա առաջ եւ այդպես հեզ ու խոնար կերպով նրա բոլոր շանտաժներին տրվելով, այս երկրի շահը ստորադասում ես, մարդկանց էլ խափում ես, շատերն էլ միգուցե անտեղյակ են, կան վերլուծական կարողություններն է ավելի քիչ, բայց ես վստահ եմ, որ առաջիկա ընտրական գործընթացներում մարդկանց հետ շփվելով ավելի շատ բան ենք, ինֆորմացիա ենք տեղ հասցնելու եւ խոշոր հաշվով թե կլինի Երևանի քաղաքապետարանում, թե Անիֆով, թե Սյունիք, անվտանգություն, բոլոր առումներով դրա միակ բալասանն է իշխանափոխությունն է, որը միակ նախապայմանն է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակի շանս ունենա, շարունակի իր գործունեությունը եւ կենսունակ պրոյեկտ շարունակի համարվել։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցը։ Հայկական երկրորդ եթերում խոսքի իրավունքից օգտվեց Մանուկ Սուքիասյանը, մենք կհանդիպենք ցտեսություն։ Օրվա հարցը տարբեր տեսանկյուններից առանց անկյունների սեղանին։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։